Մեծ Բրիտանիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաներ են սկսվել Բելֆաստ քաղաքում դաժան դանակահարությունից հետո։ Երկուշաբթի էր քաղաքի կենտրոնում մի սուդանցի հարձակվել տեղի բնակիչներից մեկի վրա։ Միջադեպի ցնցող կադրերում երևում է, ինչպես է ներգաղթյալը փողոցում գետնին պառկեցրել ու խոհանոցային դանակով հարվածներ հասցրել տղամարդուն։ Ականատեսները պատմում են, որ 30-ամյա սուդանցին փորձել է կտրել զոհի գլուխը, անցորդները թույլ չեն տվել։ 40-ամյա տեղացին պարանոցի, գլխի, աչքերի ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։ Սուդանցի տղամարդը կալանավորված է և մեղադրվում է սպանության փորձի համար։ Կառավարությունը ստում է, լրատվամիջոցները ստում են, բոլոր լուրերն էլ սուտ են, ասում են դա դանակահարություն էր, մինչդեռ դա գլխատման փորձ էր։ Երբ այսպիսի բան է պատահում, բոլորին ասում են լռեք, գնացեք տուն, ոչինչ էլ չի պատահել։ Լոնդոնում խորհրդարանի դիմաց հավաքվածները կառավարությանն են մեղադրում զանգվածային անօրինական ներգաղթի համար, պահանջում վերահսկողություն։ Բրիտանացիները պնդում են, որ փախստականների ընդունման քաղաքականության հետևանքով վտանգավոր մարդիկ են լցվում երկիր։ Ամեն օր մի նոր միջադեպի մասին ենք լսում, ևս մեկ բռնաբարություն, հարձակում, դանակահարություն։ Իրավապահները հայտնել են, որ կասկածյալի տվյալները ազգային անվտանգության բազաներում չկան։ Միայն հայտնի է, որ 30-ամյա սուդանցին Մեծ Բրիտանիա էր գնացել 2023 թվականին և փախստականի կարգավիճակ մնալու թույլտվություն ստացել։ Հանցագործությունները հիմնականում անում են փոքր նավակներով մեր երկիր ապօրինի մտած միգրանտները։ Մեր խնդիրն է պարզել, թե ով է գալիս մեր երկիր, ինչ անցյալ ունի։ Շենքեր, ավտոբուսներ, ոստիկանական մեքենաներ են հրկիզել անկառավարելի անկարգությունների մասնակից ցուցարարները։ Բելֆաստի մի քանի թաղամասերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Հասարակական տրանսպորտը չի գործում։ Բախումները կանխելու համար բրիտանական ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է տեղակայել երկրի խոշոր քաղաքներում։ Մարիամ Ամիրջանյան, Նելենիա Հինյան, Հայլուր։